այստեղ բիզնես մտածելակերպ ունեն մարդիկ։ Ես կին եմ, ես կարամ, միայն ես չէ, բոլորը կարող են անել, մենակ թե կամք ունենաս։ Կապ չունի, թե դուք ինչ աստիճանի ապրող մարդիկ եք, իրանք բոլորը ձեզ նույն ձևի են վերաբերվում։ Ես որ գնում եմ գլենդել, ես ոնց որ Հայաստանում լինեմ։ Դու դպրոցում ես, պետական հաստատությունում ես, դու պետք է այդ գծերը չանցնես։ Այդ Հիպոկրատի երթումը, որ ասում են, դա էստեղի բժիշկների մասին է։ Ինքը սկզբում քեզ կբուժի, հետո չեք կուղարկի քեզ։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Թաքուի Մարտիրոսյանը, ով 14 տարի առաջ տեղափոխվել է իր երազանքների երկիր ԱՄՆ։ Այսօր նա կպատմի, թե ինչպես է հարմարվել նոր երկրին, արդյոք արդարացվել են իր սպասելիքները, ինչպես է մեծացնում իր աղջիկներին, որպեսզի հայեցի լինեն։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց թողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաև հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Թաքուի ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի մասնակցեք մեր զրույցին։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք այս հարցազրույցին։ Սիրով։ Եկեք պատմեք մեզ, ինչպես եղավ, որ տեղափոխվեցիք ԱՄՆ եւ ինչու հենց ԱՄՆ ընտրեցիք։ ԱՄՆ իմ մանկության երազանքն է եղել։ Ինչպես շատերի համար։ Գիտակցական տարիքից, որ ես արդեն հասկացել եմ ես ով եմ, ինչ եմ, այնտեղ եթե հիշում եք մի հատ հաղորդաշար կար երաժշտական փոստարկղ, Սուսաննա Շահինյանն էր հաղորդավարուհին ու իրենք սկսեցին ամենավերջում ծրագրի ամերիկյան երգիչների երգեր դնել, որը կարող լիներ Մայքլ Ջեքսոն կամ Ռոքսան ու տենց այդ կարգի։ Երբ որ ես այդ տեսահոլովակները նայում էի, ինձ համար մի հատ անհամբեր սպասում էի այդ ժողովրդական երգերից հետո դա լիներ, որ ես մի հատ տեսնեի դա ինչ է, ինձ համար մի հատ ուրիշ աշխարհ բացվեց ու այնպես ստացվեց, որ 13 տարեկանում էի ու թատերական խմբակի էի մասնակցում, ես այնտեղ նույնիսկ ամերիկացու դեր խաղացի, չգիտեմ ինչի, դա իմ մեջ նստած էր, որ ես պետք է Ամերիկա գնամ մի օր, այդպես ստացվեց, հիմա այդպես 14 տարի, այդքան տարի սպասելուց հետո վերջապես 14 տարի առաջ ստացվեց, որ եկա Ամերիկա։ Այ բայց հետաքրքիր որ 13 տարեկանից արդեն որ եւ դեր եք խաղացել եւ անդադ ձեր ուղեղի մեջ այդ միտքը նստած ա եղել, որ ինքը երազանքի երկիր է։ Հասել եք այդտեղ, այն երազանքները, որ կառուցել էիք ձեր ներսում, ստացաք այդ ամեն ինչը, հասաք այդ ամեն ինչին իրոք, թե ունեցել եք հիասթափություններ, թե դեռ մի բան էլ ավելի շատ բաներ եք ստանում քաղում ԱՄՆ-ից, ինչ որ հələ չգիտեիք մինչև գալը։ Չէ, ես հիասթափություն չեմ ապրել բացարձակ։ Հենց ամենասկզբից ոտքս դնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ես ինձ զգացել եմ ոնց որ ձուկը ջրում։ Մի տեսակ այդ ազատության զգացողություն ինձ մոտ առաջացավ։ Ես զգացի, որ ինչքան հնարավորությունների երկիր է, այսինքն առաջի օրվանից դա չի լինի, բնականաբար ժամանակ կտևի, բայց ես զգացի, որ իմ այդ կապանքները, որ ես ունեի Հայաստանում, որ ես չի կարելի, վայ, սենց համեստ տիպահես, վայ, ես տյանես, վասենց տիլնի, բայց չես կարա ու մեզ մոտ Հայաստանում գիտեք, չէ, ամեն ինչ ասում են, չես կարա, չէ, քարակուսու մեջ ենք միշտ։ Չէ, բառը շատ կա, էլի։ Հատկապես երբ որ խոսքը վերաբերվում է կանանց, այնտեղ չեն շատ է, չգիտես ինչի։ Իսկ այստեղ հակառակը, ես կին եմ, ես կարամ, միայն ես չէ, բոլորը կարող են անել, մենակ թե կամք ունենաս։ Դա ինձ շատ դուր եկավ, հա։
Հա։ Բայց դա էլ ամեն դեպքում այդ ազատությունն էլ երբեմն ինձ թվում է ավելի շատ խնդիրներ չի առաջացնի։ Հայաստանում գոնե գիտենք, որ գծած չափած պիտի լինի էլի այդ ինչ-որ կետեր։ Գիտեք, ազատություն տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում։ Ազատություն ես չեմ ասում, որ գնաս, չգիտեմ, շատ կներես, Սանձարձակ բաներ անել։ ստանդարտակ բաներ անես, ինչ որ տես, չէ, ազատությունը էդի էնա, որ դու կարաս զարգանաս որպես մարդ, ինչ որ բաներ անես, հաճույք ստանաս այդ բաներից, դա Հա, կլինի ճանապարհորդությունը, դա կլինի կարիերան, դա կլինի, չգիտեմ, ինչ որ մի բան սկսես, որ դա երազանք ա արդյունք եղել ունենա։ քեզ համար ու Ահա, վերջապես կարողանաս իրականացնես։ հա, Ազատությունը տարբեր ձևի հասկացողություն ունի տարբեր մարդկանց համար, չես հա, կարող հա։ նույն ձևով մեկնաբանել։ Ամեն դեպքում, բայց ոնց որ միանգամից որ ասում եք ձուկը ջրում եք զգացել, միանգամից աշխատանք գտաք, տեղավորվեցիք, ոնց որ ձեզ զգացիք հենց ձեր բանի մեջ, Ես ապսեի մեջ։ 3 ամիս չեմ աշխատել, 3 ամիս հետո նոր աշխատանքի ընդունվեցի, Ահա, ու կարևորը որ մասնագիտություն որևիցե մասնագիտություն որ ունեի արդեն, ես արդեն մասնագիտություն ունեի, երբ որ եկա, դա ինձ համար խնդիր չառաջացրեց, որ ես հա, ընդունվեմ աշխատանքի ու միանգամից աշխատեմ իմ մասնագիտությամբ, հասկանում հա, եք, շատ մարդկանց համար նույնիսկ բժիշկներ են լինում գալիս են Ամերիկա, չեն կարողանում աշխատել, որտեվ իրանց սերտիֆիկացիա է ստանդարտները պես, ուրիշ է։ ինչ որ ստանդարտները ուրիշ է, բայց իմ դեպքում ես այդ խնդրի առաջ չկանգնեցի, ինձ համար իրանց համար կարևորը իմ ձեռքերի աշխատանքն է, ոչ թե որ այդքան խոսել է կամ չգիտեմ Հա։ ուրիշ ինչ որ։ Այսինքն այն աշխատանքը, ինչը որ Հայաստանում էիք անում, կարելի ասել տեղափոխեցիք ԱՄՆ-ում Հա, էլի շարունակեցիք։ հա, Ինչ աշխատանք է, հետաքրքիր է, որ ես երկու երկրներում էլ ընդունված է, էլի։ ես ատամնատեխնիկ եմ։ Հա։ Ես Լավ պահանջարկ ունեցող։ ատամնապսակներ, վինիրներ նման գործեր եմ անում։ Հա, Ես կերամիստ եմ, այսպես ասած, հայերենի Հայաստանի ձևով ասած կերամիստ եմ։ հա, Աշխատել եմ Հայաստանում լավագույն լաբորատորիաներից միակ լավագույն լաբորատորիան այն ժամանակ եւ այսօր էլ լավագույնն է, չգիտեմ հիմա արդեն նոր ինչ որ լաբորատորիաներ կարող է լինեն, համոզված եմ կան, բայց իմ կարծիքով լավագույններից մեկն էր, հա, որ ինձ հիմք տվեց, ես ինձ աճեցրեց, այսպես ասած, որպես մասնագետ, իմիջիայլոց ես թերևս երևի են հազվագյուտ կին կերամիստներից էի հա, Հայաստանը, որտեղ հիմնականում էդի տղամարդու գործ է, չէ՞, ես հա, տղամարդիկ են հիմնականում այդ գործ անում, բայց իմ դեպքում ես ուզեցի այդ մասնագիտությունը սովորեմ, կարևորը գիտակից հասակում, արդեն գիտեի ինչ էի ուզում սովորել, այդպես հա։ մասնագիտությունը շատ լավ ձեռքբերում էր ինձ համար։ Այս շատ ծանոթներ ունենք, որ ԱՄՆ-ից գալիս են Հայաստան, իրենց ատամների հարցերն էլ միանգամից լուծում ու հետ են գնում, ու միշտ ասում են հեչ որակը նման չի Հայաստանի ու ԱՄՆ-ի, Պրիտոմ բանը այնքան թանկ է այդ ծառայությունը ԱՄՆ-ում, որ ավելավ այդ գումարով հետ գանք Հայաստան բուժումը ստանանք ու հետ գնանք։ Ձեր համար էլ է դուք այդ գնահատական տալիս եք, թե չէ։ Գնա թանկի առումով համամիտ եմ, բավականին թանկ է այստեղ, հատկապես եթե ապահովագրություն չունես։ Այսինքն, այստեղ մեկ ատամի գումարով դու կարող ես, ասենք, Հայաստանում երևի մի 4-5 ատամ սարքես, հա, Հա, իսկ այստեղ բնականաբար դե շատ թանկ է, ինչը որ նույնիսկ եթե ապահովագրություն էլ ունես, միևնույն է ապահովագրությունը ամբողջությամբ չի չի փակում, դու փակում։ Հա, էլի ոնց է լինի մի 60%-ը կարծեմ էլի դու քո գրպանից ես վճարում այդ հա, դեպքերում, էլի։ Դրա համար հա, այդ առումով համամիտ եմ, իսկ բայց որակը։ որակի առումով հիմա ասեմ, ճիշտ է Հայաստանում պետք է իմանաս նախ որ բժիշկի մոտ ես գնում, որ լաբորատորիան է քո գործը անելու, այսինքն դու կոնկրետ պետք է սենց
լավ կլիներ, որ այտենց ճյուղ լիներ, որ այդ ճյուղը զարգացներ Ամերիկայից եկող հայերի համար, կամ ոչ միայն Ամերիկայից, ամբողջ աշխարհից, որ իրանք ասեին, այս ծառայությունները, այս ինչ բժիշկն անում, այս ինչ լաբորատորիան անում, խնդրեմ համեցեք այստեղ, ոնց է, չէ, Թուրքիան այդպես զարգացրել է այդ բժշկական այդ սֆերան, հա, ասպարեզը։ Նույնը Հայաստանը կարելի է որ անի, շատ լավ կլինի։ Իսկ ընդհանուր առմամբ որակի առումով հարաբերական է, եթե կառոնկաները պատրաստվում են այնպիսի լաբորատորիաներում, որոնք որ production, ավելի շատ քանակի վրա են աշխատում, քան որակի, համաձայն եմ, իրանց պետք չի դա։ Այնքան որ ատամա իրանք պետքա վաճառեն այդ ատամ։ Իսկ լաբորատորիաներ կան, որոնք համարվում են բուտիկ լաբորատորիաներ, հա, այ հենց այդ լաբորատորիան մենակ ինքը մեկ ատամը կարող է վաճառի, ասենք $700 կամ $1500։ Հիմա բժիշկը արդեն հաճախորդի վրա կարող է վաճառի մի $5000-$10000։ Տարբերությունը իսկ բանը այդ քանակական աշխատող լաբորատորիաները վաճառում է կառոնկանը այդ պսակը, ասենք թե $100, բժիշկը քեզ վրա վաճառում է $1500-$2000։ Հասկանում ես, տարբերությունը դա է։ Կա լավ բժիշկներ կան, լավ լաբորատորիաներ կան։ Ոնց Հայաստանում։ Ոնց Հայաստանում, նույն ձև հարաբերական է։ Նու Հայաստանում հələ որ այդ աստիճանի չի ասել, որ իրանք այդ production լաբորատորիաներ ունենան, որ քանակի վրա աշխատեն, ոչ թե որակի, այդտեղ կոնկուրենցիան հիմա Հայաստանում այնքան շատ է, որ իրանք աշխատում են, որ լավագույնը մատուցեն, որպեսզի մարդիկ բժիշկները իրենց հետ աշխատեն, քանի որ շուկան փոքր է։ Իսկ այստեղ 350 միլիոնանոց երկիր է ու շուկան բավականին մեծ է։ Դրա համար Ամերիկայից դուրսել են եկել, նույնիսկ ուղարկում են Չինաստան կամ Վիետնամ բժիշկները, դեղից են ատամները սարքում $20-$25 ուղարկում են այստեղ, ու տենց բայց $25 կառոնկան առնում են դեղից, այստեղ պացիենտի վրա վաճառում է, ասենք մի $1500 այս կարգի։ Բժշկության, բայց մյուս ոլորտներն էլ են ըստ ձեզ այդ նույն բանի վրա, աստիճանի վրա։ Բժշկությունը բարձր մակարդակ համարենք։ Չէ, բժշկությունը շատ զարգացած է։ Ես սիրում եմ այստեղ բժշկությունը, ու սիրում եմ ինչպես են վերաբերվում հիվանդներին։ Կապ չունի, թե դուք ինչ աստիճանի ապրող մարդիկ եք, իրանք բոլորը ձեզ նույն ձևի են վերաբերվում։ Գումար ունեք, թե չունեք, հա, ապավագրություն ունեք, թե չունեք, եթե գնում եք հիվանդանոց, այդ Հիպոկրատի երդումը, որ ասում են, դա այստեղի բժիշկների մասին է։ Ինքը սկզբում քեզ կբուժի, հետո չեք կուղարկի քեզ։ Բայց եթե օրինակ ես եմ խաբել եմ ու պատրաստ չէի վճարեի։ Հա, իրանք միևնույնն է, քեզ կբուժեն սկզբում։ Հետո քեզ չեք կուղարկեն, հիմա դու կարաս վճարես, կարաս չվճարես, այնտեղ արդեն կգնա collection, տուգանքներ կգա, կամ չգիտեմ, դու էլ կգնաս դատարան, կամ չես գնա դատարան, կամ ամեն լավագույն դեպքում կարաս ամիսը մի $10 ասես վճարես, այնքան որ երևա, որ դու վճարում ես կատարում։ Այսպես։ Չէ, բժշկությունը իսկապես գոհ եմ այստեղից։ Դե բայց հերթերն էլ շատ է, չէ։ Ինչը։ Հերթերը շատ են, որ ասում են 2-3 ամիս սպասում ենք, մինչև մեր հերթը գա։ Հա, ցավոք սրտի, հա, կարա տենց լինի, որտեվ բժիշկ մասնագետների շատ խիստ պակաս կա։ Դրա համար իրանք շատ ծանրաբեռնված են աշխատում, դրա համար փորձում են երևի ժամանակ ատևում էլի, որոշ տարածքի համար, որոշ ինչ որ կլինիկա կա, որ այդ կլինիկաներում որոշ չափի բժիշկներ կան, որոնք որ կարան որոշ քանակի մարդկանց ընդունեն, բոլորին միանգամից չեն կարող։ Չես կարող հենց այդպես վեր կենաս, գնաս
քո բժիշկի մոտ ասես ինձ մի հատ պիտի նայես, չի կարա տենց լինի։ Այդ պահով գոնե Հայաստանում լավ է, էլի։ Գնաս, հա, տենց անես պետքա գնաս emergency, այսինքն շտապ օգնություն։ Եթե ուզում ես որ քեզ անմիջապես նայեն, պետքա գնաս շտապ օգնություն, բայց դա շատ ավելի թանկ կլինի, քան թե որ դու սպասես գնաս քո բժիշկի մոտ։ Հա, այսինքն պետքա վճարունակ լինես ամեն դեպքում։ Հա։ Բայց նույն որակով կսպասարկեն, ինչը որ եթե ապահովագրությունը։ Հա, կապ չունի, Էդի իրանց աշխատանքն է, իրանք պետքա անեն, էդի այնա ինչ որ իրանք գիտեն, հասկանում։ Իրանք պետքա անեն այն ինչ որ պարտավոր են անեն։ Հա։ Այ եթե ուրիշ ոլորտեր համեմատենք Հայաստանի հետ, չգիտեմ, նեղ կրթական կլինի կամ ոստիկանությունը լինի, էլի շատ են տարբերվում ամեն ինչը Հայաստանից իրենց մակարդակով։ Կրթական մակարդակը այստեղ կա վճարովի դպրոցներ կամ ինչ որ տենց հաստատություններ կա եւ կա որ պետականն է։ Նու պետականը Հայաստանի պես։ Հա, պետականը բնականաբար միշտ էլ այն մակարդակին չի, ինչ որ վճարովին է, որտեվ երբ որ վճարում ես, իրանք պարտավորված են զգում քո երեխային տանեն գիտելիքները, ինչը որ դու վճարում ես դրա համար, պարտավոր են, հասկանում ես։ Իսկ պետական մակարդակը ինքը կոնկրետ ծրագիր է, այդ ծրագրով գնում են։ Հիմա քո երեխան կսովորի, չի սովորի, դա իրանց խնդիրը չի։ Իրանք անում են իրանց ծրագրով, իրանք գնում են։ Ձեր էջում որ նայեցի, ձեր աղջիկներ վիդեոների մեջ հետաքրքիր ինքը բայց հանրակրթական դպրոց է գնում թե վճարովի դուք գոհ եք ընդհանուր։ Չէ, ինքը հանրակրթական դպրոց է գնում, որովհետև ես այդքան չեմ կարող վճարել շատ թանկ վճարովի դպրոցները։ Չէ, ես գոհ եմ այն առումով, որ էդի նույնիսկ դա էլ կապ չունի, որ պետական դպրոց ես գնում, թե մասնավոր, եթե երեխան սովորողա, ինքը կսովորի։ Մենք ինքներս ոնց ենք մեծացել, չէ, սովորողը սովորում էր, չսովորողը չէր սովորում։ Նույնիսկ տեղա չէ իմ աղջիկը, ես գոհ եմ, որովհետև ինքը սովորում է, սովորող երեխա է շատ։ Խնդիր չունեմ դրա հետ։ Հա, բայց շատ է տարբերվում այդտեղի դպրոցի ծրագիրը, այդ դիստուկացը, մատուցելը ու Հայաստանի ընդհանուր այդ ներքին մեր խոհանոցը։ Շատ է տարբերվում, որովհետև այստեղ աշակերտները շատ իրենց դասարանում շատ ազատ են զգում։ Իրանք իրավունք ունեն իրանց կարծիքը արտահայտելու։ Իրենք իրավունք ունեն իրենց զգան ինչ ուզում են, որ զգան։ Ու ուսուցիչը կամ ուսուցչուհին իրավունք չունեն ինչ որ ձև այդ երեխային ինչ որ մի դիսկրիմինացիայի ենթարկեն, կամ ծաղրեն կամ ինչ որ սաստեն, չես կարող այդպես խոսել կամ չես կարող սանել կամ չես կարող այսպես հագնվել։ Հա, որոշ ինչ որ չափի հագուստի կանոններ կան, բայց դե հիմա այդ երեխան կարող է այդպես հագնվի, կարող է չհագնվի, ոնց ուզի այդպես էլ կհագնվի։ Ու դու իրավունք չունես որպես ուսուցիչ ինչ որ բան ասես, որովհետև այդ ծնողը կարող է գա ու քեզ դատի տա կամ դպրոցը դատի տա, որ իր երեխային իր հագնելու կամ իրեն ինչ որ բառ խոսելու համար դիսկրիմինացիայի են ենթարկել։ Իսկ դա իրանց համար շատ բացասական է իրանց որպես մասնագետ իրանց կարիերայի ստատուսի համար, հա։ Հա, բայց հետև կխանգարի, ինձ թվում է աշակերտները կառիթավորվեն այդ երևույթից արդեն։ Թե միևնույն է աշակերտի պես են իրենց պահում։ Հա, առիթավորվում են, հա։ Կան այդպես որ առիթավորվում։ Ու գիտելիքը հետ կգնա արդեն։ Բայց ինչքան էլ որ առիթավորվեն, միևնույն է, այն աստիճանի չի, որ աշակերտը կանգնի ուսուցչին վիրավորի կամ վատ վերաբերվի։ Նույն գծերը չեն անցնում, էլի։ Հա, այսինքն այնտեղ գծեր կա, որ բոլորը գիտեն, կապ չունի դու քո տանը ինչպիսին ես, ինչպիսին չես, ինչ դաստիարակություն ունես կամ չունես,
դու դպրոցում ես, պետական հաստատությունում ես, դու պետք է այդ գծերը չանցնես։ Այնտեղ իրենք այդ խոսում են այդ մասին, դրա համար իրանք հոգեբաններ ունեն դպրոցում, չգիտեմ, մարդիկ ունեն, որոնք նույնիսկ եթե երեխան ինչ որ ձև իրան ագրեսիվ է պահում, հոգեբանը իրան կարա տանի, նստի հետը խոսի, հասկանա ինչն է պատճառը, ինչու է երեխան այդպես վարվում, միգուցե իրեն օգնել է պետք, միգուցե տանը խնդիրներ կան, երեխան չի արտահայտվում, այդ դեպքում, երբ որ տանը խնդիրներ են լինում, այդ դեպքում դպրոցը արդեն զանգահարում է որոշ հաստատություններ, որոնք մարդ են ուղարկում այդ երեխայի տունը, որ տեսնեն այդ երեխան ինչպիսի պայմաններում է ապրում, որպեսզի այդ հարցը լուծեն, հասկանում եք։ Շատ լավ հետևողական են աշխատում։ Ինչը որ կարա լինի եւ լավ, եւ վատ։ Հասկանում եք, այդ կա, դա։ Իսկ սովորելու առումով, եթե համեմատենք, հայ որ Հայաստանում անդադ երեխաներին ասեն, ոնց որ ստիպենք, որ սովորեք, շատ սովորեք, էլի մի հատի կրկնեք, այդտեղ էլ են ծնողները այդպես վերաբերվում, աշակերտներն էլ են այդպես ոնց որ դասերի հանդեպ, էլի։ Չէ, ծնողները չեմ կարծում, եթե մենք հայաստանցիներս, հետո ազիատները, այսինքն ազիացիները, իրենք հնդիկները, ասենք այդ, հնդիկները, ասիացիները, իրենք բոլորը պարտադրում են, որ իրանց երեխաները սովորեն։ Մենք այդ նստվածք ունենք, չէ՞ մեր մեջ, որ մեր երեխաները պետքա շատ լավ սովորեն, որ բժիշկներ դառնան, բայց մեծամասնությունը այդպես չէ։ Պարտադրանք չկա, դա անհատից է գալիս, ընտանիքից է գալի, նայած ով ոնց է էլի իրան։ Հետաքրքիր է, չէ՞, բայց մենք այսքան ոնց որ չարչարվել չասեմ, էլի, այսքան պայքարում ենք, չէ՞, որ Հայաստանում են երեխաները ձեր ասած լավ սովորող լինեն, կրթված լինեն, բայց ասենք Ամերիկայում, եթե ԱՄՆ-ում այդքան չեն հետևում, ոնց է լինում, որ ԱՄՆ-ն դառնում է, ասենք, աշխարհի ամենազարգացած պետությունը, եթե իրեն գիտելիքին այդքան տեղ չեն տալիս։ Գիտելիքին տեղ տալիս են, բայց այսպես ասեմ, դա նորից երեխայից է գալիս, հետո այստեղ բիզնես մտածելակերպ ունեն մարդիկ, դու կարող ես շատ վատ սովորել դպրոցում, շատ լավ բիզնեսմեն լինես, բայց շատ լավ բիզնեսմեն դառնաս, որտեվ քո ստրատեգիկ մտածելակերպը շատ ավելի ուժեղ է, քան այն որ դու դնես երկրների անունները հիշես, օրինակ եմ ասում։ Դրա համար այստեղ այդ բիզնես, առևտուր, այդ մարքեթինգ, այդ ավելի զարգացած է, դրա համար սա աճում է ու իրանք ինչի համար են, չէ, ամերիկան բոլոր գիտնականներին, ուրիշ երկրներից բժիշկներին, այդ այտիշնիկներին, սաղին բերում է իր երկիր հավաքում, այդ լավագույններին բերում է այստեղ, որ հենց այդ ոլորտը զարգացնի։ Իսկ մենք Հայաստանում դա չենք գնահատում, մեր գիտնականները, մեր խելացի մարդիկ սոված մնում են, սոված մեռնում են ու դրա համար գիտությունը չի զարգանում, բիզնես ոլորտը չի զարգանում Հայաստանում, այդ մարդիկ էլ ստիպված ասում են, դե լավ, որ ես իմ երկրում սոված եմ, ինչ անեմ, թողեմ գնամ։ Դրա հենց հնարավորություն են ունենում, մարդիկ թողում են, գնում են։ Իսկ դա է հենց հիմքը, որ պետքա պահպանվի ու որ հենց տեղից է սկսվում, որ իրանք զարգանում են, որ դու կարողանում ես ապագայում ինչ-որ բան վաճառես ուրիշ երկրի վրա, քո գիտությունը վաճառես, որ քո երկիրը զարգանա։ Չեն մտածում այդ մասին։ Հուսակ կգա ժամանակը կմտածեն։ Երբ։ Ամեն բան իր ժամանակն ունի։
Աչքից։ Իսկ հետաքրքիր է փորձում եք երեխաներին հայկական դպրոց տանեք, որ ծանոթանան գրերին, մեր պատմությանը, ավանդություններին։ Ցավոք սրտի մեր նահանգը ես Հյուսիսային Կարոլինայում եմ։ Հա։ Հա, մեզ մոտ ունենք մեկ եկեղեցի ամբողջ նահանգի համար։ Հայկական համայնքը շատ փոքր է։ Ընդամենը ամբողջ նահանգով 300 ընտանիք է, երևի 300 ընտանիք կան։ Իհարկե ոչ բոլորն են կարողանում հաճախակի գալ եկեղեցի, բայց ովքեր էլ որ հաճախակի գալիս են, շատ իրար միացած են, այսինքն այստեղ միասնական են, հա։ Ունենք Կիրակնորյա դպրոց, բայց դե երեխաների քանակը շատ քիչ է, որ այդ շատ պահպանվի։ Օրինակ իմ աղջիկը գնաց դպրոց 1 տարի, որոշ բաներ սովորեց, բայց չի խոսում հայերեն։ Մի քիչ հասկանում է, բայց մի քիչ հասկանում է, բայց շատ բաներ չի խոսում, պարզապես չի խոսում։ Հա։ Հաճախ եք գալիս Հայաստան։ Հաճախ 14 տարվա մեջ 2 անգամ եմ եկել։ Առաջին անգամ եկա 2018 թվին, որ հենց նոր հեղափոխությունը Թավշյա եղել էր։ And երկրորդ անգամ 2 տարի առաջ եմ եկել, բավականին մեծ փոփոխություն տեսա։ Դրական։ Դրական, շատ մեծ դրական փոփոխություն։ Կնշեք մի քանիսը։ Փողոցներն են ասֆալտապատել։ Հա, ճիշտ է, համամիտ եմ։ Մայրաքաղաքը հատկապես այդ հրապարակի բանի կողմերը շատ մաքուր էր, շատ վառ էր, շատ սիրուն էր, շատ այդ այգին այդ որ կառուցել էին, շատ սիրուն էր, չգիտեմ, քաղաքը մի տեսակ ուրիշ տեսակ փոխված էր։ 2018-ին որ եկա, դեռ մռայլություն կար, կեղտոտ էր փողոցները, չգիտեմ, հələ այդ գորշությունը կար, էլի։ Հիմա փոխվել է։ Ես հիշում եմ այդ ժամանակ Գառնի Գեղարդ ուզեցին գնալ, ճանապարհը մինչև հասան Գառնի Գեղարդ, մեր մեքենան, չգիտեմ, երևի կես մեքենա դարձավ, բայց այս անգամ փառք Աստծո, սարքել էին ճանապարհները։ Շատ լավ էր ստացվել, հա։ Լենինական գնացինք Գյումրի, ոչ թե Լենինական։ Լենին մոռացանք։ Գյումրի գնացինք, ճանապարհները նոր էին կառուցել, շատ սիրուն էր, շատ լավ։ Այսինքն դեռ հələ ընթացքում էր, բայց արդեն կառուցված էր, լավ վիճակում էր։ Գյումրին շատ սիրուն էր։ Ես դա առաջի անգամն էր, որ Գյումրի էի գնացել, շատ սիրուն, շատ դուրս եկավ այդ կոլորիտը, մարդիկ մի տեսակ արդեն ժպիտ կար երեսներին, այդ ուրախությունը, զվարթությունը երևում էր արդեն, տարբերությունը շատ մեծ էր։ Աղջիկներն էլ էին հավանել Հայաստանը։ Իմ փոքրը շատ է հավանել, այս 2 տարի չեմ գնացել, բայց արդեն ամեն անգամ ասում եմ, այս տարի գնալու ենք Հայաստան։ Հետաքրքիր ի՞նչն է գրավել։ Իրան շատ է դուր եկել մեր փողոցները, մեր այդ բնությունը, մարդիկ այդ ազատությունը, որ ինքը կարա ուղակի դուրս գա փողոցում քայլի։ Այդ սրճարանները։ Այդտեղ է ձևի մշակույթ չունեք։ Մեր քաղաքախորեն հենց է, շատ տեղեր տենց քայլելու տեղեր շատ չկա։ Պետքա գնաս հատուկ հատկանշված տարածքներ, այգիներ, ինչ-որ բան, որ այնտեղ քայլես, կամ հա, քո փողոցում, քո թաղամասում կարող ես քայլել, բայց դրանից են կողմ արդեն մեքենայով պետքա գնաս ինչ-որ տեղ։ Տրանսպորտը շատ քիչ աշխատում։ Էդ է։ Բայց այդտեղ կան, չէ՞, բնության ինչ-որ տարածքներ, որ ես կոնկրետ վիդեոներով, նկարներով որ նայում, ասում եմ, բայց ինչ նման է ԱՄՆ-ն Հայաստանի բնությանը։ Մեր նահանգը շատ կանաչապատ է, շատ ջրվեժներ ունենք, շատ սարեր ունենք, ծառեր շատ ունենք, բնությունը շատ խիտ է։ Մի տեսակ նմանեցնում եմ Դիլիջանին։
Հա։ Հա, նմանեցնում եմ Դիլիջանին, այստեղի բնությունը, մի քիչ համ շատ շոկ ա լինում, համ խոնավությունն էլ հետն ա լինում, այդ բնությունից կախված էլի, բայց սիրուն ա, մեր նահանգը շատ սիրուն ա, շատ մաքուր ա, հայությունը քիչ կա։ Մի կողմից էլ միգուցե լավ ա։ Լավ ա, եթե ուզում ես Ամերիկան բացահայտես քեզ համար, պետք է ապրես այնտեղ, որտեղ քո ազգից քիչ կան, կամ Ներկայացուցիչ չկա, չկա։ կամ չկան ընդհանրապես։ Այլապես դու ոնց որ նույնն ա, ինչ որ Հայաստանում ապրես, քո երկրում ապրես։ Ես որ գնում եմ Գլենդել, ես ոնց որ Հայաստանում լինեմ, ինձ համար ոչ մի տարբերություն։ Չեմ զգում այդ Ամերիկա, Հայաստան, ոնց որ Երևանի փողոցներով քայլելուց լինեմ, այդ տպավորությունն է ինձ մոտ։ Բայց ինձ համար ես ամենաառաջին տեղը, որ եկել եմ Ամերիկա, դա Չիկագոն ա եղել։ Չիկագո մի ուրիշ քաղաք ա, չգիտեմ, հրաշք Էդ էլ հայ ա շատ բայց։ Չէ, շատ չեն։ Այնտեղ մի հատ քաղաք կա, որտեղ որ եկեղեցին ա մեր, Evanston, այդ քաղաքում հայ ընտանիքներ կան, սփռված որոշ հայ ընտանիքներ կան, բայց այդքան շատ կապված չեն, քաղաքը շատ մեծ ա, մի ամբողջ քաղաքը երևի, ես կարամ ասեմ Հայաստանի չափ ա, եթե ոչ մեծ ավելի, հասկանում եք, այդպես, ամբողջ, ինքը բավականին մեծ քաղաք ա, իրանց երկնաքերերն են շատ սիրում, իրանց այդ կենտրոնը, հա, որ գնում ես downtown area, Michigan Avenue, որ գնում ես, շատ սիրուն ա, ես 3 տարի ապրել եմ Չիկագոյում, երևի թե Ամերիկայի ոչ մի քաղաք Չիկագոյի չի համեմատվի։ Հա, հետաքրքիր է։ Լավ, այ որ եկել էիք Հայաստան, հետաքրքիր է աղջիկների համար կար ինչ որ երևույթ, որ տարօրինակ էր իրենց համար։ Որ ասում են լավ, էլի ասենք ոնց է սիխի էս բանը սենց պիտի լինի։ Վայ, հիմա ասեմ լիքը տղաներ ինձ կքարկոծեն։ Իմ աղջիկա համար հատկապես 14 տարեկան։ Դե մեծ աղջիկս արդեն գիտեր, ընդեղից գալիս է, ասենք 20 տարեկան է, որ եկավ Ամերիկա, սովոր է դրան։ Բայց այս փոքր աղջիկս զարմացել էր տղաների չոլկաների վրա ու սպարծիվ կա սպորտային հագուստը ու ծիծակ կոշիկը։ Տղաները հեսայից քարկոծելու են, բայց չեմ կարծում, մենք էլ ենք այստեղ այդ երևույթի մասին խոսում։ Ասում ես ինչի՞ ես ճոկաները սենց առանձնացնում։ Այդտեղ այդպես չի, այսինքն։ Իրանց մոդան ա տենց։ Իրեն մտածում են տենց սիրուն ա։ Այդտեղ չկա տղաների մոտ այն երևույթը, որ մազերը սենց ոնց որ կառե աղջիկական կտրած լինի։ Հիմա Հայաստանում օրինակ դա է տարածված։ Տղաներ, այստեղ ինչ տեսակ մազերի կտրվածքով տղաներ ասես տեսնում ես։ Հիմա այն մի հատ սենց մազերի ձև կա, կտրում են սենց սաղ կողմից բիզ-բիզ ա, չգիտեմ ինչ են ասում այդ մազերի կտրվածքին, բայց բոլորը համատարած հիմա այդ կտրվածքն ունեն, հատկապես այդ 13-14 տարեկան տղաների մասին է խոսքը, բոլորը համատարած այդ կտրվածք ունեն։ Այդ ա մոդա ստեղել։ Կամ մի օր էլ ստեղ գա, որ այդ ժելե առաջ ունենան, չգիտեմ, բայց… Կամ առաջ ա մոդա եղել, արդեն քիչ-քիչ հասել է Հայաստան։ Մինչև հավեսները հանեն տղաները։ Կարող ա, չգիտեմ։ Իսկ որ ասեցիք մեծ աղջիկը 20 տարեկան ա եղել, որ տեղափոխվել եք ԱՄՆ, կար ինչ-որ բան իր համար, որ ոնց որ չհարմարվեր այդ երևույթի հետ ԱՄՆ-ում։ Ամեն դեպքում Հայաստան, ԱՄՆ այն էլ ոնց որ երիտասարդ աղջիկա համար շատ չի տարբերությունը լինելու։ Իրա համար սկզբում մի քիչ դժվար էր, որտեվ իրա
լրիվ ընկերները Հայաստանում էին, ինքը մի անգամից ախր իր այն ամենամտերիմ ընկերները Հայաստանում մնացին, ինքը եկավ Հայաստան ու ոչ մեկին չուներ շուրջը, ոչ այդպես շատ դժվար ստացվեց իր մոտ, բայց ընթացքում կամաց սովորեց, հա, հարմարվեց։ Այդ փորձում եք ինչ-որ հայկական կերակրատեսակներ պատրաստեք, որ եւ մեծ աղջիկը կարոտ առնի եւ փոքր աղջիկը գոնե այդպես ծանոթանա մեզ։ Ես միշտ պատրաստում եմ մեր կերակուրները։ Իմ աղջիկը օրինակ երկուսն էլ բնականաբար թփով տոլման ամենասիրածն է, սպասը, բորշը, բորշը հայկական չի, բայց այդ մեր իրանց ամենասիրած ուտելիք ճաշատեսակներից է, իսկ ընդհանուր մեր բոլոր կերակուրներն ես այդտեղ պատրաստում եմ։ Ես ընդհանրապես տանն եմ պատրաստում։ Ես շատ քիչ է լինում, որ դրսից ինչ-որ կերակուրներ առնեմ ուտենք, այդ fast food-ից մենք չենք օգտվում։ Հազվադեպ է լինում, որ ճարահաճալ եմ լինում, այդ պահին սոված ենք, հնար չկա տանը չենք, այդպես ճանապարհին կարող է ինչ-որ բան առնեմ ուտենք, բայց չէ, այդպես չէ, տանն ենք պատրաստում։ Ինչն է պակասում Հայաստանից ձեզ, որ զգում եք, որ այդ շատ բաց է էլի ձեզ մոտ։ Ծիրանը։ Մրգերը։ Հատկապես ծիրանը, մեկ է դեղցը։ Այստեղ է դեղց կա, բայց մեր Հայաստանի դեղցի հոտն ուրիշ է մի տեսակ։ Այս պահին օրինակ, որ գիտեք Հայաստանում արդեն ծիրանը հասել է, ուզենաք այդտեղ չեք գտնի ծիրան։ Թե կա ուղղակի մերի համը։ Ծիրան կա, բայց լավը չի։ Մինչես այն համը քաղցրությունը չունի, sense թթվաշու դառնա համ մի տեսակ մի բան է, չգիտես ինչա, ծիրան չի, բայց ծիրան է։ Որովհետև ստեղ ոնց որ խակ քաղեն, բերեն հասցնեն երևի այդտեղ, դրա համար բան չի անում, կամ միգուցե եսի այդտեղի ծառերի համն է։ Կալիֆոռնիայում ծիրանը կա, աճում է կարծեմ, հենց Կալիֆոռնիայի ծիրանն են վաճառում իրենք, բայց լավ, այդքան լավը չի ոնց որ Հայաստանն ուրիշ ծիրան է։ Իհարկե։ Ինչ ճամփորդություններ կատարում եք այլ երկրներ։ Կատարել եմ հիմնականում եվրոպական երկրներ։ Կան եվրոպական երկրներում այնպիսի երևույթներ կամ արժեքներ, որ օրինակ դուք այդ Ամերիկայում չեք զգացել ու շատ կուզեիք գոնե Ամերիկայում լինել կամ գոնե Հայաստանում ունենայինք։ Նայեք, տարբերությունը հիմա եվրոպական երկրների բնականաբար, եվրոպական երկրները մեծ մշակույթ ունեն, շատ գեղեցիկ շինություններ ունեն, մեծ պատմություն կա այնտեղ։ Ամերիկան նոր երկիր է, բայց դրա հետ մեկտեղ նոր երկիր լինելով իրանք նույնիսկ այն որ 100 տարի առաջ կառուցված ինչ որ միած շենք է, որ ինչ որ մի փոքր պատմություն է այդ շենքի հետ կապված եղել, իրանք այդ շենքը այնպես են պահպանում, այնպես են sense մեծարում, տոմս են դնում, որ դու գնես մտնես այդ տունը, այդ նայես նույն ձևով եվրոպական երկրներում, հա, ասենք կարող է օրինակ Իտալիայի մասին է խոսքը այս պահին, Ռոմում ես տեսա, որ քանդված մի հատ հին պատ է, կողքը մի հատ նորակառույց շենք է, բայց այդ պատը, որովհետև կառուցվել է, ասենք, մի 2000 տարի առաջ, այդ պատը պահպանել են հենց այնտեղ, որտեղ կա, չեն քանդել դա, որ ինչա թե մի հատ նորակառույց կառուցեն, հա, կառուցել են նորակառույցը, բայց այդ պատը մնացել է, այդ դա ես կուզենայի, որ Հայաստանում պահպանվեր, որտեղ մենք հիմա մի բանը Հայաստանում դուր չի գալիս, որ չգիտես ինչի այդ տղձև կառուցվածքներ են անում, մեկը մեծ, մեկը պուճուր, մեկը չգիտեմ գետնին հավասար, մեկը ավելի բոյով, այդպես չպետք է լինի, դու տեսքը գցում ես քաղաքի, երկրի տեսքն ես գցում, հատկապես
Այստեղ այտենց գյուղ չկա, որ գնաս ասֆալտ չի լինի։ Այտենց հնարավոր է տիպիսի բան չկա։ Իսկ մեզ մոտ գյուղերը մտնում ես ցեխի մեջ կորում ես։ Հա։ Ես դա Կամաց դա էլ է փոխվում։ Հուսամ, որ Հա։ այդպես կլինի։ Պետքա մաքրվի, քաղաքները պետքա մաքրվի, հատկապես այն քաղաքները, որոնք որ տուրիստների կարող են գրավել, այդ քաղաքների վրա պետքա աշխատեն, զարգացնեն։ Այդ տունը, որ թեկուզ 100 տարեկան է, մենք հազարավոր տարվա շինություններ ունենք, դրեցին, հավասարեցին, քանդեցին, պոլին հավասարեցին, որ ինչա մի հատ շենք կառուցեն, ինչն էլ որ մի տձև շենք կառուցեն, ոչ թե որ ասես մի sense սիրուն բան կառուցեցին, չէ։ Տենց այդ դա պետքա վերացնեն իմ կարծիքով։ Հա։ Դե մաքրությունն էլ արդեն մարդկանցից է ավելի շուտ կախված, քան թե մտածենք, որ կառավարությունից է կամ մաքրությունը, այ մաքրությունն է շատ կարևոր։ Օրինակ, այստեղ մարդիկ հարկեր են վճարում, այդ հարկերի հիման վրա քաղաքը շատ մաքուր է, պահպանում է մաքրությունը։ Հիմա Հայաստանում խուսափում են հարկեր վճարելով, ասում են, «Վայ, այսքան հարկեր են ուզում մեզանից, շատ է», հասկանում եմ աշխատավարձի համեմատ, միգուցե հարկը քեզ վրա երևում է, բայց հենց դրա հիման վրա է, որ պետությունը զարգանում է, որ դու մարդկանց ես գրավում քո երկիր, որտեվ հիմա համեմատենք Բանգլադեշը օրինակի համար ու Երևանը, դու ոչ ես ուզում Բանգլադեշի նման երկիր լինես, չեմ ուզում այդ երկրի բանը գցեմ, այսինքն ստատուսը գցեմ, բայց փաստը մնում է փաստ, որ նման երևույթների պատճառով է, որ քո երկիրը զարգանում է, մարդիկ ուզում են գան քո երկիր։ Թե չէ գան կեստով փողոցներ տեսնեն, քանդված տձև շենքեր տեսնեն, կամ ոչ մի հնություն մնացած չկա, որ գան այդ հնությունը տեսնեն։ Լավ, մեր այդ եկեղեցիներն էլ կան, որ դա էլ չլիներ, ինչ պետք է գային տեսնեին օրինակի համար։ Այն Արամյանցի տունը այդպես կիսավեր մնացել է։ Դա գիտես ինչ արժեք ունի այդ Արամյանցի տունը։ Կամ են քարվանսարան Հայաստանում։ Հա, կամ են քարվանսարան Եղեգնաձորում, որ մի հատ կա քարվանսարան։ Դա գիտես ինչ արժեք է։ Բայց ինչ վիճակում են։ Դե գոնե մասնավորները վերցնեն, բայց մասնավորի գործը չի, դա պետության գործն է, չէ որ ինքը ուզում է գումար վաստակի։ Չէ։ Դե բայց մասնավորն էլ կարա, չէ, վերցնի, ասի ես վերցնում եմ մասնավորին կարա հովանավոր դառնա, բայց պետությունն էլ դրան պետք է խթանի, մասնավորին գրավի։ Հա, քաջալերի։ Որ չէ որ դրա այ հենց այդ է բիզնես, մարքեթինգ, ասված, որ դու պետք է մարդկանց գրավես, ասես լսի, որ այսպես անես, այսպես կարա լինի, ուսես լավ կլինի, բոլորի համար, հասկանում։ Դե սպասենք։ Երևի մենք էլ կթևակողենք այդ ժամանակները, օրերից մի օր։ Շատ հեռու չի, կամաց, մարդիկ կփոխվեն, ամենակարևորը մեկ է ժպիտ մի քիչ առաջացնեն դեմքերին, խանութներ ես մտնում էր Հայաստանում, այդ ժպիտ չկա մարդկանց դեպքում, ես հասկանում եմ աշխատավարձները շատ ցածր է, շատ լավ եմ հասկանում, ով է երջանիկ դրանից, որ քիչ աշխատավարձ ստանա, բայց չէ որ դա քո ընտրությունն է, դու ես որոշել, որ գնաս այդ աշխատավարձով այդ աշխատանքը կատարես։ Հաճախորդը մեղավոր չի, որ դու այդտեղ ես աշխատում, դա քո որոշումն է։ Այստեղ էլ Մակդոնալդսի աշխատողը հո երջանիկ չի, որ ինքը Մակդոնալդսում աշխատում, ցածր աշխատավարձով։ Բայց ինքը ժպիտով է ինձ սպասարկում։ Պարտավոր է ժպիտով ինձ սպասարկի։ Ճիշտ է, իսկ մեր մոտ մենք դեռ սովոր չենք։ Մի բան էլ կսկսենք այնքան բողոքել, կյանքներս պատմել, որ շատ վատ ամեն ինչ է, որ
Մտածում ես ասես լավ չէ էլի։ Ինչքան շատ ասես շատ վատ է, այդքան Ավելի շատ վատ վատ կլինի։ կլինի։ Մարդիկ պետքա փոխեն այդ չէ, չի կարա լինի, չի կարա լինի։ Շատ վատ է, ոյ շատ վատ է, էս ինչ վատ է։ Մեկ է տեսնում ես օրեկան գնում են ինչ-որ մի հատ քեֆեր են անում, էս ինչ հարսանիքներ են անում, պարտքերով, չգիտեմ, Բա ոնց է վատ է։ ճանապարհություն են անում, վարկ են վերցնում, որ գնան ուրիշ երկիր մանգան հետ գան։ Հասկանում եմ ուզում ես գնաս, բայց դու պետքա քո հաշվարկը իմանաս կամ Միջինը պահես էլի։ Միջինը պահես, իմանաս, որ դու այսքան գումար ես վաստակում, այսքան գումար ես քո վարձերն ես տալիս, քո վարձերից հետո մնում է այսքան գումար քո ճանապարհի, քո ուտելիքի ու հագուստի փող, այն տակը այն ինչ որ մնում է, էդի հավաքի, հետո այդ հավաքածդ գումարով դրա 15-20%-ով գնա ճանապարհորդի, որպեսզի դու պարտ չանես։ Ու չլացես։ Ու չլացես, հա։ Հետո գնաս վարկ վերցնես, տոկոսներ տաս ու այդ քո այդ որ այդ մի քիչը որ դու պետք է պահպանեիր, խնայեիր, դա էլ հենց դրա կրկնակի տոկոս ես տալի բանկերին։ Ասում են փող չկա, բայց գնում են քեֆեր են անում։ Ես մեյքափ հարսանիքների տեսնում եմ մեր Հայաստանի շատ սիրուն է, շատ եմ սիրում մեր հայկական հարսանիքները։ Բայց թողա թե այստեղի միլիոնատերները այտենց հարսանիքներ են անում։ Դե բայց ասում են այդտեղի հայերը միևնույնն է այդ նույն ոճով հələ մի բան Հայաստանից ավելի ճոխ են նշում։ Բայց այդ հայաստանցի հայերն են, որոնք եկել են այստեղ Ամերիկա, ու այդ նույն ձևով ոնց որ իրանք Հայաստանում էին ապրում, նույն ձևով այստեղ։ Հա դե կվերցնենք, փակվենք էլի, կփակվենք։ Bentley, Gucci, Dolce Gabbana, այս բաներ են անում։ Հա ինչ ում ես ցուցադրում, ում ես ինչ այդ ցուցադրական ցուցամոլությունը եթե վերացնել կամ Bentley են քշում, կամ չգիտեմ Brabus են քշում։ Մեքենան ընդհանրապես փոխադրան միջոց է։ Դե ինձ համար այդպես չի։ Դու ընդհանրապես պետքա նստես, գնաս աշխատանքից հետ գաս տուն։ Հա։ Սենք չգիտեմ։ Հա։ Մենք ճոխություն սիրող ազգ ենք, էլի ընդհանուր առմամբ, չէ՞։ Դե դրա համար էլ է տորին ենք, պարտքերի տակ ճռում ենք, այսպես ասած։ Հետաքրքիր է որ ամեն դեպքում գալիս են այդտեղ ոնց որ փոխանակ սովորեն որ կարելի է սենց ապրել ու փողը ուրիշ բաների վրա ծախսել, թեկոս հայրենիքի ինչ-որ մի կարևոր գործի վրա նույն ձև են շարունակում էլի։ Հենց այդ միջավայրից է, երբ որ Հայաստանից գալիս են Լոս Անջելես, Գլենդել, որտեղ որ հայությունը շատ է, իրանք ոնց որ իրանց միջավայրը չփոխեն, նույն ձևի մտածելակերպով գալիս են նույն միջավայրում։ Ես նորից ասում եմ, եթե դու ուզում ես Ամերիկան տեսնես ու իսկապես հասկանաս, որ դու գտնվում ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ դու այս մշակույթը սովորես ու ապրես այս ստանդարտներով, ես չեմ ասում քո հայեցությունը կորցնես, քո վարկերը, չգիտեմ, վարքագիծը եւ այլն։ Էլի դու քո վարքագիծը պահպանի, քո հայեցությունը պահպանի, բայց պետքա այդ մտածելակերպը, պարտադիր պետքա պարտքանեմ, որ ինչ որ բան անեմ, դա պետքա վերածվի։ Պարտադիր պետքա ես այս Dolce Gabbana-ն հագնեմ, որ տեսնեն ես ունեմ։ Չէ, ինձ դա հետաքրքիր չի։ Ես կարամ սովորական գնամ, չգիտեմ, JC Crew կամ դի ես հələ ոչինչ, հələ համեմատաբար թանկ շորն եմ ասում, JC Crew առնեմ կամ նույնիսկ Target-ից գնամ ինչ-որ բան առնեմ, հագնեմ, բայց էլի ձեզ լավ զգաք։ Էլի լավ զգամ, կարևորը շորն է ինձ, որ սազում է։ Ինչ կապ ունի։ Միևնույն է այդ $1000 շորը եկող տարի դու էլ չես ուզում հագնես։
Իսկ էսի երկիրն է, որ դու պարտադիր ամեն օր շորդ փոխում ես, չես կարող նույն շորով գնաս աշխատանքի հաջորդ օրը, որովհետև կասեն ուրեմն չի լողացել այս մարդը։ Հա։ Իսկ այդ շորը լվացվում է ամեն անգամ դու շորը փոխելուց։ Այսինքն այդ $1000-անոցն էլ, $50 շորն էլ նույն մակարդակի վրա ես իջացնում, բայց դու $1000 դեպքում պարտքի տակ ես մնացել, իսկ $50 դեպքում ոչ։ Դեռ մի բան էլ ես ընթացքում լիքը տեսականի եմ շատացրել այդ $1000 մեջ։ Լավ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով որ օրինակ այս պահին մտածում է, որ Հայաստանից դուրս գա ուրիշ տեղ ապրի, ասենք ԱՄՆ տեղափոխվի ու մշտական բնակություն հաստատի։ Ինչ խորհուրդ կտամ, երբ որ գալիս են Ամերիկա, պետքա գան Ամերիկա։ Հա։ Հայեր ասած ոչ հայաշատ վայր։ Ոչ հայաշատ վայր։ Մեր հայերը, երբ որ բոլորը մի տեղում են, շատ լավ չի։ Հայը, երբ որ ինքը մենակ է, ինքը շատ լավ է լինում։ Ինքը ավելի է զարգանում, ավելի է ինչ որ բաներ անում, որ հետագայում իր համար էլ է լավ, իր ընտանիքի համար էլ է լավ լինում։ Քան որ բոլորը միասին մի տեղում են լինում, որովհետև երբ որ բոլորը մի տեղում են լինում, մեկը մյուսին նախանձում է կամ քաշում է կամ չգիտեմ, ասում է «Էնի արեց, ես էլ պիտի անեմ», չհասկանալով որ այդ ես էլ պիտի անեմը կարող է սխալ լինի, որ պետք չի որ ինքը անի, այն մեկը արել է լավ արել, դու մի հետևի այդ մյուսին։ Պետքա գան Ամերիկա, ոչ թե Հայաստանից Հայաստան։ Հա։ Դա ամենամեծ խորհուրդս կլինի։ Ու պարտադիր կանոններին հետևելը։ Երևի լեզու սովորելը։ Լեզու սովորելը։ Հա, եթե դու Գլենդելում լինես, դու լեզու չես սովորի։ Իսկ եթե դու ուրիշ տեղերում լինես, դու կսովորես լեզուն, որովհետև ուզես չուզես պիտի սովորես։ Ես ինքս Ամերիկա եմ եկել, երևի թե մոտ մի 35-40% իմացությամբ անգլերենի, բայց ես երբ որ մտա իմ աշխատանքը, նոր աշխատանքը ստացա ու բոլորը ամերիկացիներ են, ես ճար չունեի բացի արագ սովորելուն, հա, որովհետև եթե ինչ-որ բան չէի հասկանում, ես հարցնում էի, չէի ամաչում, հարցնում էի, սա ի՞նչ է նշանակում, կամ էս ոնց ասեմ էս ի՞նչ է նշանակում, կամ ոնց ասեմ սա, կամ այսինքն չեմ ամաչել հարցնելուց։ Հա։ Բայց արագ սովորեցիք լեզուն։ Հա, ես երևի թե մի քանի ամսում արդեն լավ խոսում էի։ Հատուկ դասընթացների գնացիք։ Հա։ Հատուկ դասընթացների գնացիք։ Չէ, ես բացարձակ դասընթացների չեմ գնացել, բացարձակ։ Ես իմ անգլերենը սովորել եմ հենց իմ աշխատանքի վայրում շփվելով, հեռուստացույցը նայելով, այդպես։ Շատ լավ։ Հիմա տամ իմ վերջին հարց։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ի՞նչն եք սիրում։ Արևն եմ սիրում։ Արևը։ Էդտեղ էլ է, բայց արևը շատ։ Չէ, Հայաստանի արևն ուրիշ է։ Հա։ Իմ հյուրերը հիմնականում ասում մարդկանց են սիրում։ Շատ հաղվեց, Հայաստանի արևն ուրիշ է, չգիտեմ։ Ջերմացնող է, երբ որ իջնում ես Հայաստան, հենց ինքնաթիռից դուրս ես գալիս օդը միանգամից այդ արևը, նույնիսկ այն ամենաշոգ օրը ուրիշ ձև է փայլում։ Հա։ Աստված դա ձեր գործերը այնպես լավ դասավորվի, որ տարվա ընթացքում 2-3 անգամ ձեր աղջիկների հետ հաճախակի գաք Հայաստան։ Աստված ձեր ձայնը լսի։ Որ վայելեք մեր արևը։ Շնորհակալ եմ։ Դե ինչ շատ շնորհակալ ենք։ Շատ հաճելի զրույց ունեցանք։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։